Անցած շաբաթ խոսում էինք, որ մենք Աստծո նման ենք ստեղծված եւ մեր խոսքը ունի զորություն։ Հիշում եք, որ մարդու խոսքի պտղից իր փորը կշտանում է, հա? Կյանքի խոսքեր, թե մահվան խոսքեր, ինչա դուրս գալի մեր բերանից ու հիշեցի, որ հարուրապետը, որ առաջի հայացքից եվրե չէր, հա, հրյա չէր եւ ոնց որ թե այդքան էլ կապ չուներ Աստծո հետ, բայց ասեց ես անօրեն մարդ եմ։ Իմ տուն մի մտի, բայց խոսքը ասա ու իմ ծառան կբժշկվի։ Ասում եմ, ինչքան լավ էր հասկացել խոսքի զորության կարևորությունը ու Հիսուսը ասեց խոսքը ու իր ծառան այդ ժամում բժշկվեց։ Անենց որ Տիգրան ջան, ասեցիր խոսքը ու երեխեն լավ եղավ։ Ու այդ լավ լինելուց հետո անպայման Քրիստոսին ներկայացրու այդ մարկանց, որ մարդիկ իմանան, որ Աստծուն ես դու ծառայում, որ Աստծո անունի մեջ կա զորություն, գործերի մեջ կա զորություն, որ փոխում է մարկանց կյանքերը։ Ամեն։ Շատ լավ։ Այսօր էլ ուզում եմ խոսամ մեր բնավորությունից։ Գիտես, մտածում եմ, որ ամեն մեկս մեր պատկերացում ունենք, մենք ամեն մեկս մեր մտքի մեջ ճիշտ ենք, ամեն մեկս ազնիվ ենք, ամեն մեկս արդար ենք ու դա նորմալ է։ Այն ինչ որ մենք մտածում ենք, դա նորմալ է։ Ու ինչի՞ց է վեճեր ծագում մեր մեջ կամ մարդկանց մեջ կամ ընտանիքների մեջ, հա, ամուսին կին, որտեղ ամեն մեկը իր մտքի մեջ մտածում է, որ ինքը ճիշտ է։ Դրա համար է խնդիրներ ու խնդիրներ առաջանում, էլի։ Մենք սովոր չենք իրար լսելու, հա։ Երբեմն այդ բնավորությունով գալիս ենք եկեղեցի ու սովոր չենք Աստծուն լսելու։ Մենք գալիս ենք մեր ասածը ասում ենք ու թողում գնում ենք ու սպասում ենք, երբ հա Աստված կատարելու մեր խնդրվածքները։ Անես տպավորությունա, ոնց որ մենք եկել ենք կոֆեի ապարատի մոտ, փողը գցել ենք, այդ աղոթքը գցել ենք ու սպասում ենք, քանի վայրկյանից այդ կոֆեն մեզ պետք է այդ ապարատը տա։ Ու հանկարծ որ մեր սպասումները գերազանցում է ժամանակը, հա, ասում ենք, բա ուր է։ Բախի չեղավ։ Ու սկսում ենք նյարդանալ, սկսում ենք ներվայնանալ, սկսում ենք արդեն դուրս գալ հունից, ափերից, հա, արդեն շատ ագրեսիվ ենք դառնում, մեր հետ խոսալ չի լինում, ու շատ ժամանակ մեր այդ սպասումները սխալ բերում է նրան, որ մենք ընկնում ենք բունտի մեջ Աստծո նկատմամբ, հա։ Հիմա ես մտածում եմ, ասում եմ, ինչ էր պակասում Ադամին։ Ծառերը բոլորը նույնն էին։ Մրգերն էլ էին, բոլորը նույնը։ Աստված ասեց չուտես այս ծառից։ Ինչն էր պակասում, որ մարդը կերավ։ Ես ուզում եմ ասեմ, ամեն խնդիրները, խնդիրները սկսում են մեզանից։ Բայց մենք չենք նկատում այդ։ Ամեն խնդիրների աղբյուրը մենք ենք, մարդը։ Երբ որ ասում եմ մեզանից, ես ու դու ենք։ Մարդուց եկավ այդ խնդիրները, մարդուց եկավ մահը, մարդուց եկավ հիվանդությունը, մարդուց եկավ փշերը, հա։ Ամեն բան մարդուց եկավ ու դու տեսնում ես մեզանից հա ամեն խնդրեմը սկսում Աստծուց չի, ինչ որ Աստված ստեղծել էր բարի էր, լավն էր, համաձայն եք թե չէ։ Ու գիտես, երբեմն մենք մտածում ենք, որ Աստված մեզ պարկ է։ Երբեմն մենք մտածում ենք պարտավոր է ինքը։ Ու երբեմն գալիս ենք Աստծո մոտ այն դիրքից, ոնց որ մի բան տվել ենք, հիմա էլ հետ ենք պահանջում։ Բա ուր է, բախի չեղավ։ Ես հիշում եմ մեր երեխեքից մեկը մամային ասել էր, որ աղոթեմ Աստված կտա, ասել էր, հա, աշկերը փակել էր, աղոթել էր ու աշկերը բացել էր, ասել էր, բա ուր է։ Ես հասկանում եմ, որ դա մանկական հավատք է ու նորմալ է, չէ՞ դա։ Բայց երբ որ մարդը գալիս է 3 տարի եկեղեցի, ինչի եմ ասում 3 տարի, որովհետև Հիսուսի աշակերտները 3 տարի հետո ավետարանը հասցրեցին Եկատերինբուրգ։ 3 տարի բավական էր, որ ինքնուրույն քայլեի երկրի վրա առանց ֆիզիկապես Հիսուսին տեսնելու Հիսուսի գործերը պատմեին ու կատարեին։ Բայց մեզ երբեմն 10 տարի նույնպես չենք կարողանում մարդկանց քարոզել կամ ավետարանը տալ։ Հիմա ուզում եմ հասկանամ ինչի։ Ինչա մեզ պետք, որ մեր բնավորությունը փոխվի։ Ինչա մեզ պետք, որ մենք իրականից ծառայենք Աստծուն։ Գիտես, ես մտածում եմ, երբ որ մենք վերստին ծնվեցինք, մեր կյանքը ասեցինք, դու ես մեր կյանքի տերը, բայց մենք ենք որոշում ոնց ապրենք։ Երբ որ մենք ջրով մկրտվեցինք, ասենք մեռանք այս աշխարհի համար, վերցնում ենք մեր խաչը, այս խաչը չի լինի վերցնել, վերցնում ենք մեր խաչը ու գալիս ենք քո հետևից, բայց չգիտես ինչի ուզում ենք ապրենք մեր կյանքի համար։
մեր կոմֆորտի համար, մեր հնարավորությունների համար, ու որ մեր կյանքում մի բան էլ հանկարծ ընենց չի, ասենք քո մեքենան Զապարոժեցա, ոչ թե Մոսկվիչ, հանկարծ տենում ես քո խաղաղությունը կորավ, նյարդային համակարգդ արդեն պատալոգին հասե, հա, առաստաղին հայերեն ասեմ լավ։ Ու տեսնում ես, այսօր մեկը մտածում է, ոնց գիշերը անցկացնի, վաղվանից հույս կա, որ արդեն իր առողջականը գդզվի, այն մյուսը դժգոհում է, որ մեքենան կանգնացնելու տեղ չի գտնում։ Մեկը մտածում է վիրահատությունից հետո բժիշկը դուրս գա մենակ ասի վիրահատությունը լավ անց է, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, այն մյուսը մտածում է հեռախոսից ինտերնետը ինչ վատ է։ Գիտես, բոլորն էլ պրոբլեմ են, մեծ ու փոքր, հա։ Երբ որ այդ մեծը չկա, այդ փոքր պրոբլեմները չգիտես ինչի շատ մեծ են մեր աչքի առաջ դառնում։ Ինտերնետի համար դարդ ենք անում, ժողովուրդ։ Մեքենան կայնացնելու համար դարդ ենք անում, պատրաստ ենք բոլոր հարևանների գլուխը ջարդենք, որ մեր մեքենայի տեղը հանգարց ոչ մեկ մեքենա չկանգնացնի։ Ու սենց ես ուղղակի մտածում եմ, ասում եմ, ի՞նչն է մեզ պակասում։ Ինչի ենք մենք այդպես վարվում։ Որն է մեր խնդիրների աղբյուրը, հա։ Ու ուղղակի մտածում եմ, ասում եմ, լավ, Ադամին էլ ինչ էր պետք, որ բզբզում էր։ Գիտես, հետո մտածում եմ, լավ, Ադամը Ադամն էր։ Ադամից հետո սկսվավ, միտե Աստված մարդ սպանեց։ Այն մեկի զոհը ընդունվեց, այն մեկինը չընդունվեց։ Այն մեկի զոհը հոժար էր, ոնց որ այսօրվա ընծայի խոսքներ, այն մեկինը հոժար չէր։ Այն մեկին ընդունվեց, այս մեկի մոտ նախանձով գլուխ բարձրացրեց։ Աստված անձամբ եկավ, ասեց մեղքը դռանը առաջ նստած այշխի, այսինքն ինչ որ ուզում ես անես մի արա, էդ էլ չօգնեց։ Այսօր ինչքան է Աստված գալի մեզ ասում, այն ինչ որ մտածում ես, այտենց չի, ու էլի չի օգնում։ Որովհետև մենք մեր մտածելակերպի մեջ մեր աշխարհն են կառուցել ոնց պետք է լինի։ Եկեղեցին ոնց պետք է լինի, Աստված ոնց պետք է լինի, Աստծո խոսքը ոնց պետք է լինի, մեր կյանքը ոնց պետք է լինի։ Մեզ ոնց ենք տեղավորել այդ ամեն ինչի մեջ, որովհետև մեր պատկերացումն ու մեր աշխարհն ենք սարքել մեր մտքի մեջ։ Ուզում ենք այդ աշխարհով ապրենք, բայց չի ստացվում։ Ով Աստծուց խոսք ունի իր կյանքի համար, որ դեռ չի եղել։ Բայց ցավում եմ, շատ քչերը։ Ինչի ժողովուրդ, ձեզ հետաքրքիր չի Աստծո կամքը ձեր համար, ձեր ընտանիքի համար, ձեր բիզնեսի համար, ձեր երեխաների համար։ Գնացեք այսօր մտեք ծածուկ սենյակը։ Եթե ծածուկ սենյակում սովոր չեք, շաբաթ 2 անգամ ստեղ աղոթք ա գնում։ Եղբայրներով ամեն առավոտ ենք աղոթում։ Ինքան է դուրս գալի այդ եղբայրների բնավորությունը 4-5 հոգի կան, որ ամեն անգամ ընդեղ են։ Գիտես, մտածում եմ, եթե մարդը ամեն անգամ ուշանում է, ոնց եք մտածում։ Դա բնավորություն է, թե ամեն անգամ չի ստացվում իր մոտ ճիշտ ժամանակին գալ։ Բնավորություն է, չէ՞։ Եղբայրներից մեկը իր մամային տանում էր մի եկեղեցին, ասում այնտեղ ժամը 10-ին էր սկսում, ու մենք միշտ ուշացած էինք գնում, ասինք որ 11-ին լինի այնքան լավ կլինի, չենք ուշանա։ Հետո իրանք մաման էր այնտեղ գնում, իրան գալիս են այստեղ ու մի օր մոտեցավ ասում է, գիտես, ես մտածում էի, որ 11-ին լինի չենք ուշանա, բայց 11-ին էլ ենք ուշանում։ Գիտես, նայում ես ոնց որ թե անշար բան է, հա։ Ինչ այլ է, որ 15 րոպե ուշացել եմ ինքնաթիռից։ Բայց դա բնավորություն է, որ մեր պատկերացումով դա նորմալ է, բայց դրա համար պետք է աշխատենք։ Ասում ամեն անգամ հրեշտակը ջուրը խառնում էր, ով որ առաջինը մտնում էր, այնը բժշկվում էր։ Այդ 15 րոպեն միգուցե քո բժշկությունը կամ քո օրհնությունը հետաձգում է։ Ես չգիտեմ։ Ինչն է խանգարում այդ 15 րոպեն կարգի գցես, այդ փոքր մանր բաներից սկսես, ով է գնացել կամ պուճուր ժամանակ մարզվե։ Էլի շատ քչերը։ Գիտես, երբ որ դու մարզվում ես, ինչ որ մի ծանրություն ես վերցնում ձեռդ ու անում ես, չէ՞։ Եթե 10 տարի անցել է ու դու նույն բանն անում ես, դա քեզ օգուտ էլ չի տալիս։ Դու այդ ծանրությունը գնալով մեծացնում ես։ 3 կիլոն սարքում ես 5 կիլո, 5-ը սարքում ես 6, 6-ը սարքում ես 10, հա։ Ու այդ ծանրությունը կամած քեզ
փորձում է ուժեղացնի եւ քո այս մկանային համակարգը մեծացնի, հա, ինչի հաշվին, ծանրության հաշվին, դժվարությունների հաշվին։ Հիմա ֆուտբոլ է սկսել։ Պատկերացնում ես, այդ ֆուտբոլիստները տարին 12 ամիս դիվան նստեին, հեռուստացույց նայեն, դուք ո՞նց եք կարծում, այսօր այդ մարզադաշտում կլինեին, թե չէ։ Նամանավան նրանք, որ պարտվեցին անցած խաղերին, ավելի են ջանքանում, ավելի են ծանրություն վերցնում, ավելի են քրտնաջան աշխատում, որ մյուս անգամ հաղթող դուրս գան։ Քանի անգամ ես պարտվել։ Քանի անգամ ես պարտություն քաշե, առողջական, ֆինանսական, ընտանեկան, ես չգիտեմ, տարբեր բնագավառներում։ Ինչքան ես ջանքանում, այս անգամ հաղթող դուրս գաս այդ իրավիճակներում։ Ինձ ու քեզ պետքա մի բան սովորենք։ Գիտես, լավ, Ադամին թողեցինք մի կողմ։ Ադամը էդի Ադամն էր, մեղքը չկար աշխարհը, չեր իմանում ինչ բան է, դրանից հետո ում վերցնենք։ Եկեք Աբրահամին վերցնենք։ Եկավ Աբրահամը ասեց, Աբրահամի մոտ Աստված ասեց, լավ է տանը, լավ է, չէ, ամեն հարմարությունները ստեղծել ես։ Ասեց, շատ լավ է, ասեց, դե հիմա այդ ամեն ինչը թող դուրս արի։ Ասեց, ուր գնամ։ Ասեց, դուրս արի, ես կասեմ քեզ։ Պատկերացնում ես, դու գնում ես օդանավակայան, դու չգիտես ուր ես թռնելու։ Դու չգիտես որտեղի տոմս ես գնելու։ Աստված չասեց, հələ մի հատ քարտեզը բացի ցույց տամ ուր ես գնալու, կամ հեռախոսդ բացի հեսա նավիգատորով տամ տենաս ուր ես գնալու։ Ինքը ոչ մի բան չգիտեր։ Աստված իրան ոչ մի բան չասեց, բայց ինքը հնազանդվեց։ Գնաց։ Շատ դժվարություններ անցավ, թե դժվարություն չանցավ։ Թագավորը իր ակնկան չտարավ, ոչ մի ազգերի մեջով չգնաց, ոչ մեկ իրան չնախատեց, ինչ որ անում էր հաջողվում էր։ Չէ, շատ դժվարությունով անցավ։ Երազանք ուներ, երեխա ունենա։ Աստված ասեց, քանի որ դու հավատարիմ ես իմ հետ, ես քո երազանքը կիրականացնեմ Աբրահամ, ես քեզ երեխա կտամ։ Բայց մի բան կա, որ պետք է փոխվի, քո անունը պետք է դնեմ բազմության հայր։ Հիմա ես մտածում եմ, Աբրահամը գնում է միտեղ, դենտեղ ոնց էր, մարդիկ շփվում էին, հիմիկվա պես սառը չէին, միտեղից ջուր ա ուզում հանի ջրհորից, ասում են դու ով ես, ասում են ես բազմության հայրն եմ, վայ ասում են, ինչի քանի երեխա ունես, այն վաղտ երեխեքը շատ էին ունենում, չէ, 10, 15, գիտեք, Հակոբի պատմությունը, երեխեքը Իսրայելի ցեղերն են 12, ասում ոչ մի հատ, ու պատկերացնում ես այդ ջրորի կանգնած մարդիկ ինչքան կծիծաղային վրեն, ինչ մեծամիտ մարդ է, մի հատ երեխա չունի, բայց անունը դրել է բազմության հայր, պատկերացնում ես, մենք ինչ էր մտածում, Աստված ջան, խի սենց արեցիր, սաղ տեղն էր, մենակ եսի չէր հերիքում, անգամ Աստված եկավ, ասեց մյուս տարի երեխա ես ունենալու, ծիծաղացին, չհավատացին, անես չէր, որ երեք Աստված ասեց, այսօր ունեցավ, մենք ուզում ենք տենց լինի, կոպեկը գցել ենք, դեք թո կոֆեն տա, մենք չենք պատկերացնում Աստծո միտքը, Աստծո պատկերացումները, Աստծո ժամանակի հետ հասկացողությունը, մենք ուզում ենք հիմա ուստեղ, ոնց որ գնացել ենք Մակդոնալդս, ստեղ զակազը տվեցիր, մինչև մեքենայի մոտենում ես դռանը, արդեն տալիս են, ոչինչ որ զիբիլա, գիտես ես մտածում եմ, ասում եմ, մենք գալիս ենք տենց եկեղեցի ու տենց էլ սպասումներ ունենք Աստծոց, բայց Աստված ուզում է մեր բնավորության հետ աշխատի, ասեց Աբրահամ ջան, 100 տարի սպասեցիր քո երազանքին, լավ 25 տարի սպասեցիր քո երազանքին, 100 չեմ ասում, Աստված խոստացել էր ու խոստումը կատարեց, Աբրահամն ասում է հնարավոր չի, Սարան առավել ևս ասում է հնարավոր չի, 90 տարեկան եմ ասում է, Աբրահամ խելքդ գցել ես, հերիք չի ծաղրես, всё, մեռավ ամեն ինչ, մոռացի, բայց Աստված ասում է կլինի, որտեվ անողը ես եմ, դու չես, մինչև հիմա քո ուժերի վրա էր հիմնված։ Գիտես մտածում եմ, ասում եմ, ինչքան ժամանակ պահանջվեց, որ ունեցավ։ Լավ էր, չէ՞ որ ունեցավ։ Անունը գիտեք ինչ դրին։ Ծիծաղ։ Հիմա պատկերացրեք, այս ծիծաղը գնում է ջրորից ջուր հանի։ Ու ասում են, ապեր անունը ինչ է, ասում է ծիծաղ։
Ու սաղ ծիծաղում են։ Ուրախ մարդ էր, սաղ տեղ ուրախ էր տարածում։ Ասում այ ախպեր ջան, տենց էլ անում կլինի։ Հա, ասում ես Աստվածատվոք եմ, Աստված է ինձ տվել։ Աստվածատուր եմ։ Գիտեք խի իմ անունը ծիծաղ, որովհետև որ Աստված ասեց դուք երեխայք ունենալու ծնողներիս չհավատացին, ծիծաղացին։ Պատկերացնում ես։ Ու այս ծիծաղը անցնում է շատ մեծ դժվարություններով, փորձություններով։ Ջրորափորում գալիս են, քարերը լցնում են, բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ Աստված իր հետ է։ Կարար չէ, առոք, փառոք, բազմեր, բազմոցին, հեռուստացույցը միացներ, ֆուտբոլ նայեր։ Չէ։ Մենք Աստվածապաշտությունը պատկերացնում ենք այտենց։ Բայց Աստված ասում է իջի դիվանիցդ։ Գնա քաղաք։ Գիտես, այս ծիծաղը ունեցավ երկու որդի։ Էլի լավ հարմարվել էր, հարմարավետ ապրել էր։ Այս ծիծաղի փոքր որդին Հակոբը մի քիչ ոնց որ սուտ խոսանա թարգմանվում, հա, օրհնություն փախցնող էր։ Եկավ հորը խափեց, օրհնությունը վեկալեց։ Ու տեղից իր օրհնությունները սկսավ, ախպեր ուզեցավ սպանի։ Գնաց քեռու մոտ տարիներով աշխատեց, ձրի։ Հետո արդեն ասեց վերամստանամ։ Քեռի խափեց իրան, ինչ որ ցանել էր հնձեց։ Հետո էլի աշխատացրեց։ Ո՞վ է ուզում ձրի աշխատի։ Ոչ մեկ։ Բայց Աստված նպատակ ուներ։ Հակոբի բնավորությունը տաշում էր։ Գիտես, հետո այդ Հակոբը լիքը երեխեք ունեցավ։ Հետո այդ երեխեքից մեկը օրերից մի օր երազ տեսավ։ Երազ տենում եք հեչ։ Երազը գիտեք ինչ երազ էր։ Որ քո եղբայրները քեզ երկրպագելու են, քեզ մեծարելու են, դու շատ ես մեծանալու։ Ուրախ ելավ ասեց, ես ընտրված եմ, Աստծո տված եմ։ Աստված իմ հետ է։ Ու ինչ եղավ։ Սաղ թարսվեցին հետը։ Ինչքան քույր եղբայր ուներ, կողքը նստած մարդիկ ունեին, մինչև այդ որ ասում էին, վայ դու ինչ լավն ես, արդեն ատամները կրճտացնում են վրան։ Չի մեզանից ինչով ես լավը, որ Աստված քեզ տեսիլ ցույց տվեց, մեզ չտվեց։ Հաջորդ օրը ավելի կատաղացրեց բոլոր եկեղեցու անդամներին։ Ասեց. Մենակ դուք չէիք ինձ երկրպագում, քույր եղբայրներ, հովիվն էլ էր երկրպագում, արևն ու լուսինն էլ էին երկրպագում, հա մաման պապան էլ էին երկրպագում։ Հասա բարկությունը պիկի։ Ոնց որ թե Աստված խոսացել է, Աստված ծրագիր ունի այս մարդու կյանքի մեջ ու տեղից սկսվավ օրհնությունները։ Բերեք սրան սպանենք, չէ, բերեք տրորենք, բերեք ընենց անենք, եկեղեցուց գնա։ Վերցին եկեղեցուց վռնդեցին։ Ասին կեթաս ուրիշ եկեղեցի խելքդ գլուխդ կգա։ Բռնին ծախեցին։ Արի ուտես Աստված երազ էր ցույց տվել։ Պլան կար Աստծո։ Ծրագիր ուներ Աստված։ Գիտես, մենք ուզում եմ, որ Աստծո պատկերացումով հասկանանք, ոչ թե մեր։ Ուզում եմ քանդենք այդ Երիքովի պատերը մեր ուղեղի մեջ, որ մենք կառուցել ենք ինքներս, որ խանգարում է Տիրոջ օրհնություններին կամ Տիրոջ նպատակներին ու ծրագրերին։ Մենք մտածում ենք, սենց պետք է լինի, բայց այդպես չի լինում, հիասթափվում ենք, կոտրվում ենք, որովհետև մենք մեր պատկերացում ունենք։ Սատանան եկել է ասել է, չեք մեռնի, մի վախեցեք։ Արեք կտենակ կստացվի ու մենք միշտ ուզում ենք մենք անենք, ոչ թե հասուն ասում ենք Աստված ջան, բա դու ո՞նց ես ուզում։ Ամեն մեկդ մի դժվարությունների միջով անցնում եք։ Մեկը մտածում է իր կողքի մարդն է մեղավոր, որ այդ դժվարության միջով անցնում է, մյուսը մտածում է երկիրն է մեղավոր կամ երկրի կառավարությունն է մեղավոր։ Ամեն մեկը մի դժվարության միջով անցնում է ու ամեն մեկը մեղավորներ են ման գալի իրանց իրավիճակը արդարացնելու համար։ Հիմա այս Հովսեփն էլ մեղավոր էր ման գալի, մտածում էր այդ մեղավորները իր աղբերներն են, իր քրերն են, իր հերն ու մերն են։ Ես չգիտեմ ինչ կարար մտածել Մովսեսը։ Մովսեսից էլ սկսենք, հա, լավ։ Գիտես, Հովսեփի պատճառով իր ցեղը օրհնվեց, սա գնացին Եգիպտոս։ Հիմա Աստված մի ուրիշ խնդիրի մեջ հայտնվավ։
ասեց հիմա էլ Եգիպտոսից հանելու խնդիր կա։ Քանի կար տան սիրված երեխեներ, հետո դարավ պետապրեսի տան սիրված ծառան։ Ընդեղ էլ ասեց Աստված, չէ, շատ հարմար վար, ամեն բան դզվեց, դիվանին բազմել ես, հեռուստացով ֆուտբոլ ես նայում, արդեն ժամանակն է ստեղից էլ գնաս։ Всё, պետապրեսի կինը շար արեց, գնաց բանտ։ Անես չի որ բանտում լավ էս 2 տարի նստեմ դուրս կգամ։ Չէ։ Դու մեզ դժվարությունից հետո։ Ինք իրա պատկերացում ուներ, ոնց են իրան խոնարհվելու, արևն էլ լուսինն էլ կողմի կողմից։ Լուսինը դե անստած, արևը ստե անստած։ Չէ, արի ու տես, ուրիշ ծրագրեր ուներ Աստված իր կյանքի համար։ Մենք չենք պատկերացնում Աստծո ծրագրերը, դրա համար էլ հիասթափվում ենք կամ կոտրվում ենք, կամ ընկճվում ենք, կամ հիասթափվում ենք, կամ չենք աղոթում, կամ չենք էլ ուզում էլ իմանանք Աստծո կամքը, որովհետև պետապրեսի տունը տանջան, որովհետև բանտում տանջան կար։ Մինչև եկեք այդ տեղը կարդանք։ Սաղմոս 105 ասում է. Նրանց առաջից մարդ ուղարկեցի, Հովսեփը ծառայության մեջ ծախվեցավ։ Քանի որ սով էր լինելու երկրի վրա, Աստված ամեն ինչ ծրագրավորել էր ու նախատեսել էր, որովհետև Աստված ժամանակից դուրս է ու իր ժամանակները Հովսեփի ժամանակների չի համապատասխանում, Աստծո ժամանակները ուրիշ ձև է։ Ասում է չարչարեցին նրա ոտները կապանքի մեջ, նրա անձը երկաթի մեջ մտավ։ Մինչև այն ժամանակ, որ նրան խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Պարզվում է ինքը փորձություն էր անցնում, ինքը չէր էլ հասկանում։ Այսօր ես ու դու էլ դժվար ժամանակներ ենք անցնում, բայց մենք չենք էլ հասկանում, որ Տերը թույլ է տվել, որ մեր բնավորությունը ճիշտ ձևավորվի։ Երբ որ գա ժամանակը, կարանա քեզ օգտագործի իր ժողովրդին օրհնություն լինես։ Ամեն։ Բայց դու ասում ես, խեմ ես այս բաների միջով անցնում։ Միգուցե դրա համար նպատակ կա երկնքում։ Միգուցե պատրաստվել է Աստված քեզ օրհնելու, դրա համար էլ այդ դժվարությունների միջով անցնում ես, բայց դու դժվարությունները չանցած արդեն հիասթափվել ես ու կանգնել ես։ Դու արդեն ուրացել ես Աստծուն էլ, Աստծո ծրագրերն էլ։ Բայց Հովսեփին հալալա էլի, երազը պահել էր մինչև վերջ, մինչև Տիրոջ որոշած ժամանակին բարձրացրեց իրան։ Ինչ հա պետք ինձ ու քեզ, որ անկախ իրավիճակներից մենք էլ հավատարիմ մնանք այն խոսքերին, որ Աստված տվել էր։ Պատկերացնում ես, Մովսեսի հետ ոնց խոսած Աստված, ով է հիշում։ Ասեց Մովսես ջան, ամենալավ կրթությունն անցել ես, հարց չկա, բայց այտենց ինձ պետք չես։ Քո բնավորության հետ աշխատելու տեղ կա, շատ հպարտ գոռոզ մարդ ես, այն մարդուն բռնիր սպանեցիր։ Սպանեցիր հեչ պետք էլ չէր։ Երեք ինչքան են քուր աղբոր իրար սպանում։ Ինչքան մարդագայթակղում իմ ու քո պատճառով չի գալի եկեղեցի։ Գիտես, օրերից մի օր գնում էր, մեկ էլ տեսավ մի հատ մորենի է վառվում ու չի սպառվում։ Հայտնություն եմ ստացել, այդ մորենին էս Աստծո խոսքն է, որ չի սպառվում։ Ամեն օր իրան լսում ենք, երբ որ իր հետ շփվում ենք, երբ որ կարդում ենք։ Հələ մի հատ մոտեցի այս մորենուն, տես չի խոսա հետդ։ Ինչ որ բդի խոսա, արդեն խոսացել է։ Ամպագորգոր բաներ ենք ուզում, երբ են արևն ու լուսինը խոնարհվելու իմ առաջ։ Համարց սկսի տես Մովսեսին, ոնց որ Մովսեսն է, ծառայել, տես Աստված չի խոսա քո հետ։ Հələ սիրտդ խոնարհացրու, տենամ Աստված չի խոսա քո հետ։ Երբ որ քո բնավորությունի վրա կաշխատես, քեզ կպատրաստես, Աստված կասի, այ հիմա ժամանակն է։ 40 տարի գառեր արածացնում, մնաց չէր, գնաց աներոջ գառները արածացրեց, Աստված ասեց, լավ, всё, հասկաց, արի։ 40 տարի իր հավատարմությունը իր աներոջը ցույց տվեց։ 40 տարի, լասա 40 տարի։ Նայած քանի տարեկան ես, քո համար այդ 40 տարին տարբեր չափանիշներ կունենա։ Հենց Աստված ասեց գնա,
իմ ժողովրդին տանջանքի տնից հանում եմ, վերջը բիզնեսս կծաղկի, վերջը ամեն բան լավ կլինի, Աստված ասելա տանում եմ ձեզ Քանանի երկիր, այսինքն Եկատերինբուրգ։ Վերջապես Հիսուս, ու ինչ եղավ, պրոբլեմի հետևից, առաջի օրվանից սկսած, այնքան շատ, որ արդեն Մովսեսը աշկների փուշն էր դարե, սենց հովի մեզ պետք չի, սաղ գործերներս դժվարացավ, փողերներս քչացավ, աշխատանքը շատացավ, թե միս մեն էինք աշխատում, հիմա 3 մեն ենք աշխատում, սաղ ատամ էինք կրճտացնում Մովսեսի վրա, ես որդուց եկավ, լավ էր էլի, հարմարվել էինք, ապրում էինք, էլ ինչ որ էր, գնալով պրոբլեմները շատացավ, Քանիսի Աստված խոստացե Քանանի երկիր։ Մեկին։ Այս հույս չունեք փրկվելու ժողովուրդ ջան չեմ հասկանում։ Ոչ մեկ չուզում երկին գնա, բախ է գալիս թե։ Հա, այնա մեկն էլ ձեռը բարձացեց, փառք Աստծո, 2 հոգու համար եմ քարոզում։ Գիտես, դժվարության մեջ։ Ու Աստված ասում էր, այս 40 օրվա ճամփեն մի տարի տևեց, մյուս տարի բնավորությունները կփոխվի։ Այն մյուս տարի էլ չփոխվավ, ասում էր, այն մյուս տարի կփոխվի, արդեն գոհացող սիրտ կունենան, շնորհակալ կլինեն, կտենան այն ինչ որ իրանց համար անում եմ, կսկսեն սրտները փոխել, բնավորությունները փոխել, խասյաթները կփոխվի, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ասում եմ Աստված ինչքան համբերություն ուներ, 40 տարի։ Հələ ասա 40 տարի։ Ինչքան համբերեց, վերջում ասեց Չէ, սանք փոխվողը չեն։ Այնքան չեմ ուզի, որ Աստված մեզանից հույսը կտրի։ Հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Եսայի 48-ի տակ ասում է, ահա ես քեզ մաքրեցի, ոչ թե արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղության հալոցում։ Նեղությունը գալիս է, այն ճզմվում ես դու, որ մեջիցը տենա ինչ է դուրս գալիս։ Ատամի մածուկը մենք ինչ ենք անում, ճզմում ենք, որ մեջից դուրս գա, որ մաքրենք, չէ՞ մեր ատամներում։ Հիմա Աստված քեզ ճզմում է, դու էլ ասում ես, ով, ես հիասթափվեցի, խի ասենց։ Լավա որ տենց է, ուրեմն տրված ես։ Լավա որ տենց է, ուրեմն Աստված սպասում ունի, քո բնավորությունն ուզում է փոխի, ոնց որ Հովսեփինը, ոնց որ Մովսեսինը, ոնց որ Աբրահամինը, ոնց որ Իսահակինը։ Ուզում է լավ նյութ սարքի քեզանից, բայց դու հանձնվում ես, ինչի համար, հələ պատկերացրեք, Միսակ Սեթրակ Աբեդնագովը, ստրուկ, գերի, հիմա պատկերացրեք ազերբայջանցիները քեզ գերի են վերցրել, տարել են Ազերբայջան, մեկը Բաքվի գուբերնատորն է դառնում, կողքեր էլ ինչ քաղաք կա, մյուս են, ոնց որ թե ամեն ինչ դզվեց, կյանքը ընկավ իր հունի մեջ, դիվանին նստած հեռուստացույցը միացրել ֆուտբոլ է նայում, մեկ էլ թագավորը մի հատ հրաման հրամայեց, всё, այն ոսկե արցանինով չերկրպակեց, գցում եմ կրակի բոցը, վերջ, դիվանից իջնելու ժամանակն է, գիտես, ինչքան քո կոմֆորտի մեջ մնաս, այդքան փորձությունները գալու են, մինչև Աստծո երեսը չփնտրես, մինչև ծածուկ աղոտ չբարձրացնես, քո կյանքի համար կամ քո իրավիճակի համար։ Նկատել եք, որ ամեն ինչ լավ է, հեչ չենք էլ ուզում իրար գանք։ Հենց դժվար է, երկինքը պատռում ենք։ Դժվարությունը լավ բան է պարզվում, Աստծո երեսն ենք փնտրում։ Անապատը լավ տեղ է, գիշեր-ցերեկ Աստված ընդեղ է։ Հենց մտնում ես Քանանի երկիրը, ասում ես, всё, արդեն դու աշխատի, դու կեր, դու խմի։ Մինչև այդ սաղ գերբնական էր։ Ինչ քո ուժերից վեր է, գերբնական Աստված անում։ Բայց դիվանից իջնելու վախն է, բնավորությանդ վրա աշխատելու վախն է, հավատքդ ուժեղացնելու վախն է, որովհետև եթե փորձությունը չի գալի, մենք չենք իմանում մեր հավատքը գործում է, թե չի գործում։ Հավատն ի՞նչ է։ Չերևացած բաներին ենք հավատում։ Եթե երևա էլ չենք հավատում։ Հələ պատկերացրեք, հավատացեք, որ իմ ձեռը բաժակա մեջն է լիքը ջուր։ Դե հավատացեք։ Կհավատաք։ Չէ, տեն մեկ որ տենց է։ Ելքի հավատաք։ Բայց երբ որ չի երևում, հավատքը հետ վաղ է գործում։
Հիմա այդ դժվարությունները գալիս է, դու հավատքով պետք է այդ դժվարությունների վերջը տեսնես։ Տեսնելու համար քեզ Աստծուց խոսք է պետք։ Ոնց որ Հովսեփ ուներ, ոնց որ Մովսեսը ուներ։ Հիմա քեզ ուզում եմ ողջևորեմ, որ Աստծո հետ քո փոխհարաբերությունը լավացնես քո կյանքի անձնական ու քո ծրագրերի համար, քո երեխեքի համար, քո բիզնեսի համար, քո նպատակների համար։ Երեմիա ողբ 3:40 Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք եւ ետ դառնանք Տիրոջը։ Եկեք մի հատ քննենք, вообще Աստծո մեջ ենք, թե Աստծո մեջ չենք։ Թե արդեն մեր մարմնի հետևից ենք եթում կամ մեր շնչի կամքն ենք անում, որովհետեւ շունչը հակառակվում է հոգուն, հոգին շնչին։ Մարմինն ասում է՝ լավ մնա տուն, այլ դրսում անձրև է գալիս։ Թրջվելու ես, հոգին էլ ասում է ես կարոտել եմ իմ հորը, գնում ենք, խոսքը պետք է կատարվի, մեկտեղ հավաքվելը պետք է չթողենք։ Հիմա դուք որոշում ես, որը անես, որը ուժեղ է, այն էլ անում ես։ Զաքարիա 13:9 Եվ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ, եւ նրանց պիտի զտեմ ինչպես արծաթն են զտում, եւ նրանց պիտի փորձեմ ինչպես փորձում են ոսկին։ Նա կկանչի իմ անունը եւ ես կպատասխանեմ նրան։ Դժվարության մեջ դու կանչելու ես Տիրոջ անունը ոչ թե ձևական, այլ ամբողջ քո սրտից, ու Աստված պատասխանելու է քեզ։ Եվ ես կասեմ, նա իմ ժողովուրդն է, եւ նա կասի, Տերը իմ Աստվածն է։ Գիտես, դժվարությունները չի գալի, որ քեզ կոտրի։ Աստված թույլ է տալիս, որ դու այդ դժվարությունները անցնես պատվով, հաղթական։ Ուժեղանա քո հավատքը։ Աստծո նպատակը քեզ ուժեղացնելն է։ Ոնց որ ասում եմ, մարզադաշտ ես գնում, կամաց ավելի ծանր ծառայություն ես բարձրացնում, որ քո մկանները զարգանան։ Ու Աստված էլ ուզում է մեր հավատքը զարգացնի։ Քեզ երբեք կրակի հնոցի մեջ չեն գցի, եթե դու հələ գինուց չես հրաժարվել, հա։ Որտեղ Միսրակ, Սեդրակ, Հաբեդնակովը գինուց հրաժարվեցին, ասին պիղծ բան թող մեր բերանը չմտնի։ Այն ժամանակ կար մաքուր անմաքուր, այսօր էլ կա մաքուր անմաքուր գործեր։ Հələ քանի այդ անմաքուր գործերից չես հրաժարվել, քեզ ոչ մի կրակի հնոցը չի գցի, մի վախեցի։ Դու պետք է արժանանաս դրան։ Քո հավատքը պետք է բարձրանա այդ մակարդակին։ Ու որ գցում էին ինչ ասեցին, եթե Տերը կպահի, իր անհաչելիա թող պահի, եթե չպահի էլ, միևնույնն է, ով Նաբուգոդոնոսոր թագավոր, հա, քո ոսկե արձանին չեն երկրպագելու։ Ինքան քեֆս տալիս է, ապրեմ, մեռնեմ իր համար է։ Որոշում ունեմ, ես իմ որոշումը պահում եմ։ Ինքան նման է այսօրվա ցավոք սրտի երիտասարդների ամուսնությունը, հենց ամուսնանում են 3 ամիս հետո տենում են իրար չհասկացանք։ Ինչ սպասում ունեիք, որովհետև դուք ձեր մտքի մեջ ձեր պատկերացում ունեիք ձեր ամուսնության մասին, երբ որ չհամապատասխանեց, բաժանվեցիք։ Իրար հետ դժոխքել պետք է անցնեք, դրախտել պետք է անցնեք։ Ինչ է նշանակում իրար չհասկացանք, բա հասկանայիք։ Ուզում եմ այսօր սաղ պատկերացումները քանդվի քո ուղեղի մեջ, քո մեջ, քո սրտի մեջ։ Ուզում եմ Տիրոջ պատկերացումներով սկսենք ապրել։ Տիրոջ ծրագրերով ու նպատակներով, որ չխաբվենք, խաբված չլինենք, որ չգա ասի, բան էլ չի լինի, կերեք, Աստծու նման կլինենք։ Դե Աստծու նման ենք էլի։ Ամեն։ Թեսալոնիկեցիների առաջի 3:5 Սրա համար էլ ես էլ այլևս չեմ չհամբերելով ուղարկեցի, որ ձեր հավատքը գիտենամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձե եւ մեր աշխատանքը զուր լինի։ Ասում եմ մարդ եմ ուղարկում գա ձեր հավատքը ստուգի։ Տենա լա հավատքի մեջ եք թե չէ։ Հավատքը ոսկուց կամ արծաթից խաչ չի մեր վզից կախած։ Հավատքը փորձվում է, հավատքը կյանք է, հավատքը ապրելակերպ է, հավատքը չերևացող բաներին հուսացած է, հավատքը ոչ թե իմ պատկերացումով, այլ Աստծո խոսքի վրա կառուցված մի բան է։ Տեսար տուն օրտնվեց։ Ես էլ եմ հավատում, ես էլ պետք է օրտնվեմ, Աստված ջան, մինչև մյուս տարի ես վաղ տուն ունենամ, Աստված ասում է, բա ինչ ես անում։
Այն Հովսեփը գիշեր-ցերեկ ուրիշի համար աշխատում էր։ Այն Հակոբը քեռո համար էր գիշեր-ցերեկ աշխատում։ Իր հավատարմությունը մարդու եկեղեցու հանդեպ պահում էր։ Դրա համար էլ ես տուն տվեցի, բա դու ինչ ես անում։ Ես էլ ուզում եմ նստեմ դիվանին, հեռուստացույցը միացնեմ, ֆուտբոլ նայեմ, արևածաղիկն էլ դեմս դրած, բայց ուզում եմ Հովսեփից հետ չմնամ, ուզում եմ Հակոբից հետ չմնամ, ուզում եմ Մովսեսից հետ չմնամ, Աբրահամից ինչով եմ պակաս որ։ Է շատ լավ է։ Սկսի գործել Աբրահամի պես, սկսի գործել Իսահակի պես, սկսի գործել Հակոբի պես, սկսի գործել Հովսեփի պես, հետո կգործես Մովսեսի պես, հետո կգա Հեսուն։ Սկսի։ Ո՞վ է քեզ խանգարում։ Շատ լավ է, 10 հատ տուն օրտնվի, 10 հատ էլ մեքենա օրտնվի, 5000 հատ էլ բիզնես օրտնվի, օրտնվի, ո՞վ է խանգարում։ Բայց ինչի համար։ Աստծո կամքն է։ Ունեցի։ Ասում եմ կփորձեմ, մինչև տենամ, ձեր հավատքը կա թե չկա, հավատքի մեջ եք թե չէ։ Իսկան դժվարություն է գալի, մեկ էլ տենում ես խաչիչ դիչանք, ջրի մկրտության դիպլոմները ճղեցինք, այն որ խոստում ենք տվե դու ես իմ տերը պրծավ, այդ օրվանից ես եմ արդեն իմ տերը, ես որոշումներ կկայացնեմ։ Իսկ քեզ չեմ էլ հարցնում, որտեվ ես ձևը գիտեմ, ես փորձառություն ունեմ, ես կյանք եմ ապրել։ Առաջի Թեսանողիկեցիս 5:21 ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք։ Փորձի, Աստված ասում է փորձի։ Դու գիտես, դու փորձի, մինչև քիթդ կպնի ասֆալտին։ Փորձի։ Այնքան ժամանակ մինչև հանձնվես, ասես վերջ։ Ես չգիտեմ, դու գիտես։ Դու ինձ ասա ոնց անեմ, որն է ճիշտը։ Իմ ճիշտը բարձվեց սխալ էր։ Ամեն կանգնի ոտքերիդ վրա։ Գիտես, ես ուզում եմ, որ մենք սխալ հավատք չունենանք, սխալ պատկերացում չունենանք, սխալ բնավորություն չունենանք։ Այնքան լավ հնարավորություն է եկեղեցին, որ մենք եկեղեցին այնքան լավ հնարավորություն է, որ մենք բնավորությունների վրա աշխատենք։ Մեկը մեզ ժպտում է, մյուսը չի բարևում։ Կակրած լավ տեղ աշխատելու։ Մյուսը ոտը տրորում է, մյուսը քեզ բարձրացնում է։ Հարկ Աստծուն։ Մյուսը քեզ հավանում է, մյուսը քեզ չի հավանում։ Մյուսի աստղը բռնում է, մյուսի լուսինն է բռնում։ Գիտես, ոչ թե նեղանալ է պետք, ոչ թե հիասթափվել է պետք, այլ կակրած պետք է տենալ Աստված ինչ ծրագիր ունի իմ համար։ Ոնց անեմ։ Այստեղ ոնց աշխատեմ։ Ախպերներս բռնեցին ու ծախեցին։ Քանի կար ուզում էին սպանեին, ոչ մեկ ինչ չէր հասկանում։ Հետո էլ բռնեցին, ծախեցին։ Արի ուտես Աստված նպատակ ուներ իմ համար։ Ես հետո պետք է իրանց համար օրհնություն դառնայի։ Ես հետո իրանց համար փրկության միջոց պետք է դառնայի։ Ամեն։ Ինչ որ բան ստացար, ինչ որ բան վեկալեցիր, Սուրբ Հոգին խոսած քո հետ։ Գիտես, ես ուզում եմ, որ մենք չնստենք թախտին, սպասենք բախտին։ Ես ուզում եմ, որ իրականից աղոթող մարդիկ լինենք ու Տիրոջից խոսք ստանանք ու քայլենք այդ խոսքի ուղղությամբ։ Պահենք այդ խոսքը մինչև վերջ ու կտեսնենք Տիրոջ հրաշքը, այն ինչ որ ինքն է խոստացել, դա կլինի։ Թեկուզ ուշանայել, բայց դա կլինի։ Բայց այն ինչ որ մենք ենք պատկերացրել, մեզ է թվացել։ Հեշտ տեսել եք մարդիկ, որ ասում են, Աստված ասեց։ Ասենք հարցնում ես, ո՞նց ես, ընտանիքդ ո՞նց ասում, Աստված ասեց լավ է։ Այդ տպավորությունն է թողում այնքան են ասում Աստված ասեց։ Ես այտենց հավատքի մասին չեմ խոսում, այտենց Աստծուն լսելու մասին չեմ խոսում, ռեալ իրական բաների մասին եմ խոսում։ Հայտնություն 3:12 Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը։ Ինչն է հաղթում։ Առաջինը ինքներս մեզ ենք հաղթում, մեր բնավորությունն ենք հաղթում, մեր աշխարհիկ սովորություններն ենք հաղթում։ Հենց մեզ հաղթենք, դրսի հետ խնդիր չունենք։ Հետո Աստծո խոսքը պետք է մեզանում գործի, ոչ թե մեր որոշումները։ Եվ այլևս դուրս չի գնա, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նրան Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, իմ Աստվածանիցը եւ իմ նոր անունը։ Ինքան ուժեղ է։
Աստված ուզում է, որ մենք հաղթողներ լինենք, բայց քանի որ չենք հաղթում այդ 40 օրվա ճանապարհը, երկարում է, սկսի խոնարհվել Աստծո առաջ։ Սկսի անձդ խոնարհացնել։ Սկսի ասել ոչ թե իմ խոսքը, այլ քո կամքը թող լինի, ոնց որ Հիսուսը ասեց։ Դժվար էր, չէ՞ Հիսուսին։ Հիմա եթե Աստծո որդուն դժվար էր, մենք ուզում ենք մեր համար այնքան հեշտ լինի։ Հեշտը երկնքում լինելու է, ժողովուրդ ջան, այդ մի բանը խոստանում եմ։ Մնացածը ոչ մի բան չեմ խոստանում։ Ոչ մի բանն էլ հեշտ չի լինելու։ Ինչ որ անես, քրտնաջան ես անելու։ Հաղթելու ես Տիրոջ հետ միասին։ Թեկուզ խոստմունք էլ ունես, չի նստելու ես բանի խաղողի ծառի տակ, հա, թարմի տակ խաղող ընկնի բերանդ, չէ։ Չկա տենց բան։ Ու ոչ մեկի կյանքում էլ չի եղել Աստվածաշնչի մեջ։ Բոլորի հետ Աստված եղել է, բոլորին Աստված սիրել է, բոլորին Աստված առաջնորդել է, բայց սաղ քրտնաջան աշխատել են ու դժվարություններով անցել են։ Ամեն։ Այսօր ասում ենք, ինչ լավ է, հայտնության գիրք ունենք ու գիտենք ապագայում մեզ ինչ է սպասվում։ Բայց այդ գրվելու համար գիտեք ինչ գին է վճարվել։ Ինչ պետք է ուտեր այս մարդը, կարար ձուկ բռներ, չեք կարա, լավ ձկնորսել, մի բան կմտածեր։